Ողջունում եմ ձեզ սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև բոլորիդ, կխնդրեմ, որ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ուրեմն ուշադիր, ես արդեն մի անգամ ասել եմ, երբ որ այդ Max հավելվածը դուրս եկավ Ռուսաստանում, բան, ես արդեն ասացի, որ սա մեր ազգային անվտանգության հարցը եւ հայ մարդիկ, հայ ժողովուրդը, ովքեր մանավանդ որ Հայաստանում են ապրում, հələ որ Ռուսաստանում ապրում հասկանալ է, բայց Հայաստանում ապրողները չպետք է այդ հավելվածը ներդնեն իրենց հեռախոսի մեջ, որտեվ դա նույնն է, ինչ Facebook-ի աշխատողի տանես դնես տանդ մեջ, հա։ Եվ այն ժամանակ ես բարձրաձայնեցի եւ ինչ է դուրս գալի, որ դե պարզվեց, որ իհարկե ռուս մարդիկ էլ հրաժարվում են այդ հավելվածից օգտվել, մանավանդ դրսի ռուսները, հա, ներսում էլի ինչ որ միտեղ, դե չգիտեմ, բաներ են անում, ֆունկցիաներ են ավելացնում, որ մարդիկ ստիպված լինեն օգտագործեն անպայման այդ Max, հա, որտեվ իրանց է դա պետք։ Մի խոսքով, բայց ընդհանուր առմամբ այն որ ասում է չհաջողվեց իրանց տենց անել, որ դրսի ռուսախոս մարդիկ, ոչ միայն ռուսները, այլ ռուսախոս մարդիկ էլ սկսեն օգտագործել հենց այդ Max տեսակի հավելվածը, այսինքն պրավալ գնաց այդ պահով եւ իրանք գցին բռնին, ասին ինչ անենք, դե արի սենց անենք, որ դրա տեղը հելնի, արի ստեղծենք այդ RU ID-ն, այսինքն հիմա եթե դու ուզում ես մտնես Ռուսաստան, էլ թղթի վրա չպետքա գրես, չգիտեմ, դու ով ես, քո մտադրությունը որն է, չգիտեմ ինչի մար ես եկել, ջբդ ինչքան փող կա, ինչքան վաղ ես մնալու չէ։ Հիմա դու պետք է մի հատ հավելված ներբռնես քո հեռախոսի մեջ, որը որ կոչվում է Rus ID։ Հասկանում ես, ու ըտեղով նոր ինչ որ աչոտներ տաս, հա, այսպես կոչված լրացումներ կատարես։ Ուրեմն ես ուզում եմ ասեմ ժողովուրդ ջան, որ ոչ մի դեպքում, էլի, եթե իհարկե հնարավոր է, ես հասկանում եմ, որ մարդիկ կան, որ գործ են անում, այդում գալիս են հնարավորություն չունեն, բայց եթե հնարավոր է այդ Rus ID-ն մի դրեք ձեր հեռախոսի մեջ, որտեվ դա նույնն է, ինչ դնում ես, չգիտեմ, Facebook-ի աշխատողին ձեր տան մեջ, հա, եւ սա ազգային անվտանգության հարց է։ Ժողովուրդ ջան, աշխարհը մեծ է, միայն Ռուսաստանում չի որ կարելի է աշխատանքման գալ կամ խոպան գնալ, հա, Ռուսաստանի շուկան էլ այդ չափսու քաշը չունի ընդհանրապես, եթե աշխարհի հետ համեմատես, ինքան երկրներ կան, ինքան լավ շուկաներ կան, որ դուք կարող եք գնալ եւ ձեր բախտը այնտեղ փորձել, այնց որ հնարավորությունը դեպքում յան տվեք Ռուսաստանից եւ այդ հավելվածը հանգարտ ձեր հեռախոսի մեջ չդնեք։ Ինձ ուրախացնում է, որ արդեն Ռուսաստանի հայերից էլ ես նամակներ եմ ստանում, որ մարդիկ էլ չեն ուզում, չեն ցանկանում, ասում են թողելու ենք ստե ամեն ինչ ախպեր, եթալու ենք մեր հողում ապրենք։ Հերիք ելավ, բոլ եղավ, որտեվ մարդիկ արդեն զզվել են, հասկանում եք, մարդիկ դեբիլ չեն, մարդիկ հասկանում են այս ամեն ինչը ինչի համար է արվում։ Այս ամեն ինչ արվում է, որ մարդկանց ավելի ու ավելի շատ կոնտրոլի տակ պահեն։ Սա հենց Ռուսաստանի այն գլխից այդ սարքած այս ստրատեգիան է։ Մանավանդ հիմա որ այն որ ասում է մի քիչ էլ վիրավոր է, մի вообще է գժվեց, իսենց ընկես, այս թպրտում ասենց ինչ անի, բան անի, ոնց անի, ժողովրդին ոնց ավելի խեղճացնի։ Մի երկիր, որտեղ որ Ալա Պուգաչովան է, այդ իրանց հերոսներ, որ ասում է Ալա Պուգաչովան է, հələ գնաց է այդ երկերում էլ չի ուզում ապրել։ Դուք պատկերացնում եք ինչ խայտարակություն։ Այո, եւ ես կոչ եմ անում բոլոր նորմալ հայերին, ժողովուրդ ջան, թողեք, դա մնալու տեղ չի։ Ատե ձեր երեխաները ապագա չունեն։ Ատե դուք խոսքի ոչ ազատություն եք ունենալու, ոչ կամքի ազատություն եք ունենալու։ Միշտ դուք մտավախություն եք ունենալու, աման զեն չհանեմ, աման էսի չանեմ, սենց եւ այլն, հասկանում ես, հանգարտ չգիտեմ, լավ քո խելքը հասավ, կարող է երեխուդ խելքը չհասնի, կամ ինքը ավելի տաքարյուն լինի, վաղը մուսոր ինչ որ ճշմարտություն ասելու համար գլխիդ փորձան գա։ Թողեք եւ գնացեք այդ երկրից։ Հերիք եղավ։ Հայաստան չեք ուզում ապրեք, իհարկե հաճելի կլինի որ Հայաստան գնաք եւ մեր երկիրը զարգացնեք, որտեղ դուք բոլորը տաղանդավոր մարդիկ եք, եթե դուք կարողանում եք շենացնել Ռուսաստանը, դուք կշենացնեք ու կշենացնեք Հայաստանը, մանավանդ այս պայմաններում, երբ որ Հայաստանը ավելի բաց է եւ ավելի հասանելի է։ Գնացեք Հայաստան եւ շենացրեք Հայաստանը, չեք ուզում ինչ-ինչ պատճառներով, բոյնու շատ լավ, աշխարհը մեծ է, գիտեք, շատ մեծ է աշխարհը եւ շատ լավ հնարավորություններով։ Փնտրեք ձեր բախտը մի ուրիշ տեղ, մի տեղ, որտեղ որ կհարգվեն ձեր տեսակը, ձեր մարդ տեսակը եւ իհարկե անգամ ազգային պատկանելիության տեսակը։ Այնտեղ ես չգիտեմ, ամեն եթերներում ասում եմ, այնտեղ որտեղ ձեր երեխային կարող է
պատվով գնալ եւ հայկական դպրոցում սովորել այն երկրում որտեղ որ տեղի երեխան որ հայ չի նորից պատվով գգա եւ հայկական դպրոցում կսովորի իլը մի բան էլ գլուխ կգովա ուրիշ տեղեր որ ինքը հայկական դպրոցում սովորել եւ ավարտել է այդպիսի երկրներ շատ կան աշխարհի վրա օրինակը հենց այստեղ է Արգենտինա ժողովուրդ ջան ես միշտ ասում եմ հայկական դպրոցը պատիվ է Միացի Ռուսաստանից մնացած բոլոր տեղերը պատիվ է, որտեղ միշտ մակարդակը բարձր է լինում, հա։ Էսի սենց։ Ուրեմն անցնենք հաջորդ մեր թեմային, ուրեմն ես կուզենայի խոսալ Սամվել Կարապետյանից, քանի որ մի երկու օր առաջ Սամվել Կարապետյանը իր հայտարարություններում ասեց, որ գիտեք ինչ կա, նախ եկեք քաղաքացիությունից խոսենք, քանի որ ինքը միջև մի շարունակում է լինել օտար երկրների քաղաքացի եւ պատճառաբանություն է բռնում, որ գիտեք ինչ կա դատավորը չի թողում, որ ինքը գնա անձամբ, չգիտեմ, էսանի, այնանի, в общем, մի խոսքով սուտը սուտի հետևից եւ այսպես միջև ուր, միջև ընտրությունները, հեսա, միջև բրծնի ինքը կհրաժարվի, չգիտեմ ինչ, այսինքն ոչ մեկին չես կարողացել լիազորես այդքան advokatներ ունես, որ կարողանան այդ հարցը լուծեն։ Այսինքն ցանկություն չունես, քո նպատակը գիտես որն է, դու քո նպատակը այն է, որ ես չեմ հրաժարվի ոչ մի քաղաքացիությունից, եթե ես երկրի, չգիտեմ, վարչապետը չեմ, հա։ Իսկ դու վարչապետ էլ դառնաս, մեկը չես հրաժարվի։ Այսինքն վերջում պետք է թաքցնես բան, քեզի պետք է միտեղ, որ հանգարց պետք կնի, դե թռնես, դե փախնես, դե ապրես, հա, որ դու պատասխանատվության չենթարկես։ Օրենքի ձևով պատասխանատվության, ոչ թե Ռուսաստանի ձևերով պատասխանատվության։ Դա մեկ, երկրորդը բռնվեց որն է դե մենք գիտեինք, բայց բացահայտվեց այն փաստը, որ տվյալ քաղաքական ուժը ստում է եւ Սամվել Կարապետյանը ասեց, որ ինքը տեխնացու չի այն հարցին, որ ծեծված հարցա ճիշտն ասած, որ ում նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, որ Հայաստանում կան քաղաքական ինչ-որ մարդիկ, ովքեր որ Ռուսաստանի պասպորտ ունեն, հիմա ձերբակալված են եւ այլն, ծեծված թեման եւ գիտեք ինչ կա Սամվել Կարապետյանը ասեց, այդ մարդ ես չգիտեմ ում մասին էր խոսքը, մենակ իմ թվում 20 հոգի Ռուսաստանի պասպորտ ունի, դե էդի մենք գիտենք, որ 20 հոգի հետի քիչ ասիրել ավելի շատ էլ կունենան, հա, այսքան Ռուսաստանի համարծառաներ կա, եկել լծվել են դե կամ ազգի դավաճաններ կան, եկելի լծվել են դե դա պարզից է պարզ է եւ ես սա չեմ ասում, չգիտեմ, ինչ որ ի պաշտպանություն այս կամ այն քաղաքական ուժից, այլ ձեզնից, ձեր վրից, ձեր քաղաքական նկատի ունեմ վրից, ոչ թե անձնական, հա, ձեր քաղաքական այդ տեսակից արդեն կամ խմբավորումից արդեն երևում այն դե ինչ տեսակի մարդիկ են հավաքված, հա, որ թքած ունեն Հայաստանի Հանրապետության վրա, մարդիկ, ովքեր, չգիտեմ, անցյալ անգամ եթերների մեջ խոսացի, ովքեր, չգիտեմ, հրետանին ասելիս պատկերացնում են, չգիտեմ, ուրիշ հրետանի, հա, կամ հրետանու չափսերը եւ այլն, այսպիսի խայտարակ պատկերացումներով, ովքեր որ էթում են, չգիտեմ, համեկ այսպես ասած հարցազրույցներ տալու կամ բանավեճերի ենթարկվելու մարդիկ ովքեր չգիտեն կիրանց անկլավա թե անկլավ չի մարդիկ ովքեր պատրաստ են գումարի դիմաց վաճառել հայրենիքը հա այդ ամեն ինչը մենք արդեն տեսել ենք մենք գիտենք մարդիկ ովքեր որ հանցագործ տեր հայրերի ճակերտների մեջ տեր հայրերի են ուզում պաշտպանեն անունը դնեն սա իմ եկեղեցին է դու պրիչոմ եկեղեցին իդեպ ես Նիկոլի շատ ավելի շուտ են բարձրաձայնել հա այդ հարցը եւ հլզնի շուտ էլ բարձրաձայնողներ կային եւ ոչ մեկ այդ մարդկանց եկեղեցու դեմ չի այ իրականության եւ արդարության համար է որ այս մարդիկ չեն համապատասխանում մեր եկեղեցու չաբաներին հա հոգեվորականի ընդհանրապես կերպարին այս մարդիկ հանցագործ ինչ-որ կյանքերով են ապրում էսի չեք թողում դուք ուզում եք եկեղեցու հետևը դրանց պաշտպանեք սա արդեն խայտարակություն է եւ անբարոյականություն ես վիդեո էի տեղադրել ոնց են Սարգսակ Խաչատուրի վրա հարցակվում հետապնդում հարցակվում եւ փորձում ուժով մուրուքը կդրել է եւ սա արդեն երկրորդ անգամ է այսօր վիդեոներ եմ տեղադրում ձեզանից որ մեկը կապնվավ այդ մարդու հետ կամ գոնե իմ հետ ասեր ոնց կապնվեմ մի հատ Սարգսակի հետ մի հատ ոնց անենք իր հետ խոսանք չէ որ Ռուսաստանում մեծ հնարավորություններ ունեք ոչ մեկը ճուզե ոչ մեկի ցիրտը չցաված որ հոգեվորականի վրա հարցակվել են եկեք մի պահ պատկերացնենք մի պահ ասենց իրար հետ մի պահ պատկերացնենք որ Սարգսակը ասենց մի պահ էլի ասենց ֆանտազիաներս միացնենք ինչ որ մի տեղ սխալվել է հա
Արդյոք սխալված մարդու հետ, հոգևորականի հետ այդպես են վարվում, հա? Այսինքն եթե անգամ մի որ ասենք ես ինչի եմ սենց ասում, իհարկե այս հարգավակը չի սխալվի, հա? Ես իրանց այս տեսանկյունից եմ նայում, այ ինքը սենց բան պետք է չասեր։ Լսեք, գցենք պետք է չասեր, օրինակի համար ձեր տեսանկյունից, արդյոք այս վարվելաձևը, այս հանցագործ վարվելաձևը ձեր համար ճիշտ էր։ Եվ գիտեք, ես այդ ոչ մեկից մի հատ մարդկային ոչ վիդեոռոլիկ տեսա, ոչ ինչ-որ կապ տեսա, որ ուզում եք հաստատեք Սարգսակի հետ, ոչ ով որ այդ հաղորդումները լուսաբանեց, հա, ոչ ինձ հետ, որ մի հատ ոնց անենք, ոնց ճիշտն իմանանք, ոնց օգնենք, ոնց տենանք, այս ով է այս լկտիությունը իրան թույլ տվե ամեն դեպքում ինչ էլ ուզում է եղած լինի։ Եվ սա գիտեք ինչա նշանակում, որ դուք աչք եք ուզում փագեք այդ իրողության վրա, որ դա ձեզ չի հետաքրքրում, որ դուք ուզում եք նեցանեք մթոմ չենք տեսել, չենք նկատել, չգիտենք ինչի մասին է խոսքը, սա լկտի սուտ է, բան։ Այս պոստուրան, որ բռնում եք, ավելի ու ավելի հաստատում եք, որ դուք ամեն ինչ գիտեք, եւ սա այն ամեն ինչը, որ կատարվել է, դուք դրա հետ կամ կապ ունեք, կամ էլ ձեր սրտով է։ Հասկացաք, ես ձեզ ապացուցում եմ ինչպիսի հայրենադավաճան, ինչ որ ուժերը փորձում են ներկայանալ որպես կամ հոգևորական, կամ ազգի փրկիչներ, կամ չգիտեմ ուժեղ Հայաստան եւ այլն եւ այլն։ Ես սա անպայման պետք է ընկալի հայ մարդը, որ իմանա ամեն մարդ չի գիտեք ինչ կա, որ գալիս ասում է ես չգիտեմ հայրենա փրկիչն եմ կամ ուժեղ Հայաստանն եմ, դուք պետքա իրան հավատաք։ Այդ ձև չի։ Ինքան նյուանսներ կա, դրա համար ամեն անգամ ասում եմ, բարձրացրեք ձեր քաղաքական գիտակցությունը։ Ուրեմն հաջորդը ժողովուրդ ջան, այդ email-ների թեման Հայաստանում ինչ որ email-ներ ուզում են ռեգիստրացիա անեն, դրա համար պետք է ինչ որ փողեր տաս, տուրիստների ինչ որ մի ամիս, էսյան էյան, մի խոսքով, ես շատ չեմ ուզում խորանամ, այս հարցը երկու իհարկե կետ ունի, ժողովրդի մեծամասնությունը այս թեմայով շատ դժգոհ է եւ ճիշտն ասած ես էլ եմ դժգոհ, իմ սրտով էլ չի ընդհանրապես ինչու պետք է Հայաստանի Հանրապետությունը ինչ որ հետամնաց նիկարագուական ինչ որ բաներ անի, սա նորմալ չի իմ կարծիքով, քանի որ ինչը որ պետք է անի ազգային անվտանգությունը, հա, չի անում եւ փորձում եք այսպիսի ձևով, հա, ինչ որ հարց լուծել, սա հարցի լուծում չի։ Երկրորդ կողմը, երկրորդ անկյունն է, որ գիտեք ինչ կա, ժամանակին Իսրայելի հատուկ ծառայությունները, հա, իրենց հակառակորդներին հենց ինչ որ տենց բջջայիններով, չգիտեմ ինչերով, տենց պայթուցիկներով գմփացրեցին։ Բջջային չէր, ոնց էին ասում են, որ հաղորդագրություն էին ստանում։ Pager-a, ճիշտն ասած կներեք անունը լավ չեմ հիշում, համի ով է այդ ձև բան օգտագործում, ստե вообще չենք օգտագործում, դրա համար էլ սկի անունը չեմ էլ հիշում։ Մի խոսքով դուք հասկացաք, այդ հաղորդագրություն ուղարկող այդ ապարատների մեջ ինչ որ բոմբեր էր, բաներ էր դրե, պայթուցիկներ էր, էլի, որոնք որ պայթեցրեցին։ Համի ասում են, այ տեսեք, եթե այդ email-ի հարցը լիներ, այնտեղ չէին կարողանա այդ ձևի օպերացիա անեն։ Գիտեք ինչ կա, Հայաստանը փոքրիկ երկիր է, Հայաստանը պետություն է, այն ում որ իրանք որ վերացրել է ինչը, հասկանում չնայած իրանք էլ մի հատ լավ մեջք ու թիկունք ունեն, բան չունեմ ասելու, բայց Հայաստանը պետություն է, Հայաստանը պետք է ազգային անվտանգություն ունենա, որ ամեն մի ու համել ընդհանրապես պաշտոնյաները պետքա իմանան, հա, ուր տեղից ինչ են ձեռք բերում, իրանց մոտ ինչ է, այձև, մի կարող է մեջը միկրոֆոնը լինի, Նիկոլ Փաշինյանի սա խոսակցությունները լսեն, բայց դա ինչ կապ ունի իմեյ։ Այդ իմեյը կարա էլի գրանցած լինի, բայց մեջը միկրոֆոնը լինի, հետո էդի չի արդարացնում, էլ ինքը вообще-то հետևելու բան է, մի կողմից այն որ ասում անվտանգություն է բերում, մյուս կողմից շատ անհարմարություն է բերում։ Մի խոսքով թող մասնագետները ավելի լավ գնահատական տան, բայց ես ավելի շատ ազատ կերպարի եւ ազատ մթնոլորտի, ազատ երկրի, ազատ ու շարժու ձևի կողմնակից եմ եւ այսպիսի սահմանափակումները հաստատ նախ առաջին իմ սրտով չեն, երկրորդն էլ ես համոզված եմ, որ աշխարհի աշկում էլ այդքան տենց լավ չի երևա, իսկ միշտ ես ասել եմ Հայաստանի գլխավոր զենքը դա լինել ժողովրդավարական բարձր կարգի երկիր, ուրիշ ճանապարհ Հայաստանը չունի։ Մի դեպ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Իրանում, Իրանի հոգևոր առաջնորդի եւ ընդհանրապես երկրի առաջնորդի
հողարկավորության օրն է այսօր, պատերազմից հետո, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներից հետո մահացել էր, այ հիմա նոր պետք է լինի հողարկավորությունը։ Սա սենց ժողովուրդ ջան, իդեպ բողոքներել եմ ստացել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր Միացյալ Նահանգների այսպես կոչված անկախության օրվա տոնակատարությանը, հա, բայց դրա փոխարեն գնացել է Պարսկաստան։ Ես ուզում եմ ասեմ նախ եկեք սենց, ես չգիտեմ նախ առաջի հերթին, թե Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկը հրավիրել է Միացյալ Նահանգներ ինչ-որ տոնակատարության կամ չգիտեմ ինչ-որ տես մի բանի, հա, տենց մասնակցելու, թե չէ, եւ այսինքն իսկ ձեզ ով է ասե, առաջի հարցը, էլի բողոքողներին հարց եմ տալի, հա, իսկ ձեզ ով է ասե, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են, Նիկոլ Փաշինյանը մերժել է, գնացել է հմիտ բան, թաղում, ով է տես բան ասե, գոնե ես դե ձև բան չեմ տեսել։ Երկրորդն էլ է թաղումը էլի անպայման է, որտեղ մի մոռացեք, որ Պարսկաստանը մեր անմիջապես հարևանն է։ Էսի սենց, այսինքն ստե քննարկելու բան չկա, ես չեմ տեսել, որ չգիտեմ, Տրամպ ասել է պարոն Փաշինյան, այս ինչ օրը, հա, ամսի 4-ին եկեք մեր մոտ, որտեվ ամսի 4-ին մեր, չգիտեմ, անկախության օրն է, չգիտեմ, պետքա տոնակատարություն անենք կամ չգիտեմ ինչ որ փարթի մարտի անենք, իրար հետ նստենք հեշնենք։ Ես այդ ձև բան չեմ տեսել։ Չգիտեմ մարդիկ ուրտուցեն էդ եկալ է, բայց էս էլ սենց։ Ուրեմն Հայկոյի կնիկներ եկե Հայաստան, իսկ Հայկոյի կնիկը ոնց էր իր անունը, Ուրսուլա ֆոն դեր Լայն, հա։ Ուրսուլա ֆոն դեր Լայնն եկե Հայաստան։ Ես ավելի շատ, գիտեք ինչ եմ ուզում ասել, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնի այցը ինձ համար ուշադրություն գրավեց ավելի շատ, այն որ շատ-շատերը փորձեցին կնճռոտել, հա, այդ կնոջ ինչ որ այցը Հայաստան, ես չգիտեմ ինչու, արդյոք գիտեմ ինչու, բայց ես չգիտեմ արդեն ինչու է մեր հասարակությունը հանդուրժում, էլի տականքներին, օրը չի կարելի էլի, նախ այդ կնիկը եւ ընդհանրապես եվրոպացիք մեծ ոչի բանով պարկ չեն, հա, եթե ինչ որ մի ձև ինչ որ ձեռք են մեկնում Հայաստանին, մենք պետք է միայն շնորհակալ լինենք եւ ոչ թե ինչ որ նստենք տողատակեր մանգանք ասածների, արածների կամ ինչուստից հետո պետք է գնա Բաքու, ինչի Երևանին չմնաց, ինչի Երևանից հետ գնաց, ինչի խոսակցության ընթացքում ասեց այս կամ այն։ Մենք ավելի ճիշտ իրանք մեզ պարկ չեն, հələ հակառակը մենք ենք իրանց պարկ, էդի միշտ լավ հիշեք։ Երբ որ Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի վրա, հենց եվրոպացիները եկան իրանց մարդկանցով, դիտորդներով ապահովեցին Հայաստանի անվտանգությունը։ Դու գիտեք, որ հենց ռուսական զորքերը թողնում գնում էին կամ հենց օգնում էին, հա, որ ադրբեջանցիները առաջ գային եւ այլն, այդ դեպքում ստիպված են եղել Եվրոպայից օգնություն խնդրել եւ Եվրոպան եկավ իրանց դիտորդներով ապահովեց Հայաստանի անվտանգությունը։ Սրան էլ գումարած այն դեպքում, երբ որ ՀԱՊԿ մերժեց ընդհանրապես Հայաստանին գալ եւ ինչ-որ մի ռադ չեմ էլ ասում ռազմական օգնություն, որտեղ ոչ մեկ չէր ասել, գիտեք ինչ կա, եկեք մեր տեղի ինչ-որ պատերազմ արեք, բան, մա ասել էին եկեք, հələ նայեք ինչա կատարվում, բան, անգամ էդ էին մերժել, դե ասել էին մի բլուրեսյան, մի բլուրեյան, մենք ինչ իմանանք ձեր սաղմանը որտեղ է, ինչ է, այսպիսի պատասխաններ էին տվել։ Ու հիմա երբ որ գալիս է հələ մի բան էլ գումար է տալիս, ու հիշես թե մի 18 միլիոն դոլար էլ տվեց, այս որ եկավ, հա, որպես աջակցություն այն ամեն ինչին, ինչը որ կատարվում է այս պահին Հայաստանում, հա, տնտեսության փագելը եւ այլն էսի էնի, Ռուսաստանի կողմից էլի ասում է դե գիտես ինչ կա, մենք կբացենք կամ կաշխատենք, նենց անենք, որ ուղիներ լինի, սրանք իհարկե միանգամից արագ լինելու բան չեն, հա, գումարել փոխանցեց, որ ավելի հեշտ կարա լինի կամ ինչ որ եթե հարցեր կա, այդ հարցերը լուծվի, բայ սկսան, բայ 18 միլիոն դոլար է դիշ փողա բան որ տվի կամ միլիոն եվրոն։ Կյանքում 100 դոլար մեկի նվեր տված կա սապեր։ Գիժեն էլի, այն էլ հենց նենց, հա։
Հիմա ես չեմ ասում սա հենց ինձ, հա, իհարկե իրանք էլ իրանց նպատակներն ունեն, իրանց շահերն ունեն, բայց մեկը ասես թե նենց իրանք մեզ պարտք չեն։ Եվ ամեն դեպքում նենց չի, որ իրանք Հայաստանից կախված են կամ առանց Հայաստան իրանց հարցերը չեն լուծի։ Լավ էլ կլուծեն, պետք կլինի Հայաստանին էլ կարանք ջնջեն արանքից։ Հասկացաք էդի։ Լավ հիշեք ու ձեր ականջին օղարեք։ Եթե դուք ունեք դժգոհություն, գնացեք Ռուսաստանից դժգոհեք։ Դա միակ երկիրն էր, ով մեր դաշնակիցներ եւ ով հրաժարվել է մեզանից, դավաճանել է մեզ եւ որպես մանրադրամ ծախել է թուրքերին։ Եվ վերջում իհարկե այսօր Ալեն Սիմոնյանը հաջողություն այն որ ասում է գնաց ազգային ժողով եւ բոլոր աշխատակիցներին հաջողություն եւ արեց կամ ոնց են ասում, հա, վերջին բանը, որ այդում ես հաջող ես անում բոլորին, հաջողություն մաղթեց, շնորհակալություն հայտնեց, որ ինքը իրանք բոլորով հա աշխատել են միասին եւ այն որ ասում է թողեց եւ գնաց։ Ես չգիտեմ արդյոք չնայած մի քիչ տեսք կար, որ մի քիչ ինքը մանթո էր, ինձ տենց թվաց, ես չեմ սա ուզում բան անեմ, չգիտեմ արդյոք դա այդպես է, թե հուզմունքի ինչ-որ տեսարան է, մի խոսքով հուզմունքը կար, իմ կարծիքով մանթոն էլ կար, թե հիմի հետագայում ինչ կլինի ես չգիտեմ, չնայած Ալեն Սիմոնյանը հրաժարվել է падգամավորական մանդատից եւ ասաց, որ ինքը պետք է գնա մի քիչ հանգստանա։ Դե ինչ ասեմ, մենք չենք որ պետք է որոշենք, թե ինչ է լինելու, հայ ժողովուրդը որոշում է, թե որ խմբակցությունն է լինելու երկրի ղեկին, իսկ հետո խմբակցությունն է որոշում, թե ով ինչ պաշտոն է ունենալու արդեն ներսում, հա, հենց որ մենք չենք որոշելու Ալեն Սիմոնյանի ճակատագիրը, ընդհանուր առմամբ իմ կարծիքով ինչ-որ մի բան իրանց մեջ կատարվում է, որի պատասխանները, այն որ ասում եմ, միայն ժամանակը կտա եւ միայն ժամանակի ընթացքում մենք կհասկանանք, թե ինչ է կատարվում կամ կատարվել այս պահին, հա, իրականում մի ժամանակ հետո։ Այս էի ուզում ասեի այսօր, ժողովուրդ ջան, շնորհակալություն, որ այստեղ եք, այն ID-ի մոմենտը չմոռանաք, դա շատ կարևոր է եւ նորից ուզում եմ հիշեցնել, դա ազգային անվտանգության հարց է։ Ժողովուրդ ջան, իսկ բոլոր ֆուտբոլ ասերներին մաղթում եմ բարի եւ հաճելի, այն որ ասում է ագրեսիվ անգամ ֆուտբոլային հանդիպումներ, հաճելի այսպես վայելեք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Այսօր այսքանը, ցտեսություն, հաջողություն։